2025 թվականի դեկտեմբերի 11-ին տիեզերական ռիթմերի մեջ տեղի կունենա կարևոր շրջադարձային պահ։ Նեպտունի երկար հետադարձ շարժումը ձկների համաստեղությունում ավարտվում է։ Սա ավելին է, քան պարզապես աստղագիտական իրադարձություն։ Այն խորհրդանշականորեն նշանավորում է շատերի համար պատրանքների, անորոշության և լճացման շրջանի ավարտը։ Երազանքների և ինտուիցիայի տիրակալ Նեպտունը վերջապես առաջ կշարժվի, մաքրելով մշուշը մեր կյանքի ուղիներից։ Եվ որոշ նշանների համար սա իսկական ցատկահարթակ կլինի դեպի ուշագրավ նվաճումներ և ներքին ներդաշնակություն։ Պատրաստ եք ընդունել ձեր հաջողության շարանը։ Այս 7 կենդանակերպի նշանները առաջինը կզգան օգտակար փոփոխությունները։ Ձեզ համար այս ժամանակը նման է երկար քնից արթնանալուն։ Ձեր տիրակալ Նեպտունը ավարտում է իր հետադարձ շարժումը ձեր նշանում։ Դուք վերջապես կգտնեք բյուրեղապարզություն այն հարցերի վերաբերյալ, որոնք տարիներ շարունակ անհանգստացրել են ձեր հոգին։ Դեկտեմբերի 11-ից սկսած կբացվեն դռներ, որոնք թվում էին փակ։ Հնարավոր է կարիերայի առաջընթաց, տաղանդի ճանաչում կամ ճակատագրական հանդիպում։ Վստահեք ձեր երազանքներին ու ներշնչանքներին, դրանք այժմ ձեր ամենաջշգրիտ կողմնացույցն են։ Կարիճ։ Պատրաստվեք ձեր խորը կապերի և ֆինանսների վերափոխմանը։ Նեպտունի հետադարձ շարժման ավարտը ձեր համատեղ ռեսուրսների տանը կբացահայտի կարևոր համաձայնագրերի կամ ներդրումների վարագույրը։ Դուք կարող եք անսպասելի շահույթներ ունենալ երկարատև իրավական խնդրի լուծում կամ հին դժգոհությունների բուժում։ Դուք կզգաք, որ ձեզ ազատում են ծանր բեռից, փոխարինում նոր, պայծառ էներգիաներով, ապագայի համար ամուր հիմք կառուցելու համար։ Ցուլ։ Ձեզ համար կսկսվի հաջողության շարք ձեր կարիերայում և սոցիալական կարգավիճակում։ Կասկածի մշուշը կցրվի և դուք վերջապես կտեսնեք, թե որն է ճիշտ հաջորդ քայլը։ Հնարավոր է կարող եք ակնկալել արժանի առաջխաղացում, հաջողակ նախագծի մեկնարկ կամ կարիերայի փոփոխություն ձեր կոչմանը համապատասխանողի։ Գործընկերներն ու ղեկավարները կսկսեն նկատել և գնահատել ձեր գործնական մոտեցումը և համառությունը։ Մի վախեցեք բարձրաձայն արտահայտել ձեր նկրտումները։ Կույս։ Պատրաստվեք ոգեշնչման և սիրավեպի ալիքի։ Նեպտունը առաջ շարժվելով կլուսավորի ձեր սիրո և ստեղծագործականության ոլորտը։ Միայնակ կույսերը կարող են հանդիպել մեկին, որի հետ կապը կթվա կախարդական և նախասահմանված։ Հարաբերությունների մեջ գտնվողները կբացահայտեն իրենց զուգընկերոջ նոր, ավելի խորը կողմը։ Ստեղծագործական նախագծերը կզարգանան անհավանական հեշտությամբ, բերելով ոչ միայն բավարարվածություն, այլև ճանաչում։ Խեցգետին։ Ձեր բախտը կգա ձեր տան և ընտանիքի միջոցով։ Սա ներքին խաղաղություն և հարմարավետություն գտնելու ժամանակն է։ Հնարավոր է բնակարանային խնդիրը վերջապես լուծվի։ Հարազատների հետ հարաբերությունները կբարելավվեն, կամ դուք կզգաք երկար սպասված ներդաշնակություն, որը տիրում է ձեր տարածքում։ Ձեր ինտուիցիան ձեզ կասի, թե ինչպես ստեղծել ձեր սեփական անվտանգ ապաստանը, եւ այդտեղից, նորացված ուժերով, դուք կարող եք վստահորեն սկսել ցանկացած, նույնիսկ ամենահամարձակ ձեռնարկումները։ Այծեղ ջուր։ Դուք կունենաք հաջողության շարք կրթության, հաղորդակցության և կարճատև ճանապարհորդությունների մեջ։ Հաղորդակցության խոչընդոտները կվերանան, և տեղեկատվությունը կհոսի հեշտությամբ և արագ։ Դուք կարող եք հնարավորություն ունենալ կարևոր ուղի ընտրելու, շահավետ պայմանագիր կնքելու կամ ճանապարհորդություն սկսելու, որը կփոխի ձեր աշխարհայացքը։ Ձեր գործնականությունը, զուգորդված նոր ոգեշնչման հետ, զարմանալի արդյունքներ կտա։ Կիսվեք ձեր գաղափարներով, աշխարհը պատրաստ է լսել դրանք։ Աղեղնավոր։ Ձեր լավատեսությունն ու ինքնավստահությունը կվերադառնան եռակի։ Նեպտունը ավարտելով իր հետադարձ շարժումը կօգնի ձեզ վերանայել և բուժել ձեր ներքին վախերն ու սահմանափակումները։ Դուք կզգաք ուժի և վստահության հզոր ալիք։ Սա հիանալի ժամանակ է մեծ, նույնիսկ համարձակ նպատակ դնելու համար։ Տիեզերքը բառացիորեն կմաքրի ձեր առաջ շարժման ճանապարհը։ Վստահեք ձեր բնածքներին, դրանք հիմա անսխալ են։ Կարևոր է հիշել։ Նույնիսկ եթե ձեր նշանը այս ցուցակում չէ, Նեպտունի հետադարձ շարժման ավարտը բարենպաստ ժամանակահատված է բոլորի համար։ Սա ժամանակ է ներելու անցյալը, թողնելու այն, ինչը ձեզ ծանրաբեռնում է, և վերջապես հավատալու հրաշքներին։ Սկսած 2025 թվականի դեկտեմբերի 11-ից համարձակորեն ցանկություններ արեք, ծրագրեր կազմեք և բացվեք նոր փորձառությունների համար։ Ձեր հաջողության շարքն արդեն մոտենում է։